Արվեստ ժամանակ ու տարածություն չի ճանաչում։ Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումի հավաքածուի ցուցահանդեսը որպես յուրահատուկ կամ մուրճ աշխարհասփյուր հայությանը մայր հայրենիքին արվեստի ուժով է կապել։ Իտալիայի Հռոմ, Միլան քաղաքներ, Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաք, արդեն 4-րդ շրջագայության շրջանակներում ցուցահանդեսն աթենքում է։ Շրջագայությունը հովանավորվել է հունահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանի Արարատ մարզամշակութային միության հունահայոց թեմական խորհրդի կողմից։ Հայրենիքի կարոտը հագեցնելու համար միջոցառմանը մասնակցում են հունահայ համայնքի ներկայացուցիչներ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Լիա Միրզոյանը, Հայաստանի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ, Աթենքի հանձնակատար պարոն Միսակ Հովսեփյանը եւ այլ հասարակական ազգային գործիչներ։ Հունահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը ողջունելով հյուրերին ծանոթացնում է Մաչանենց տան եւ Հայ միասնության խաչ մշակութային բարեգործական հասարակական կազմակերպության գործունեությանը։ Լսել եք Մաչանենց ընտանիքի, Մաչանենց տան մասին։ Ես մոտիկից առիթ եմ ունեցել Էջմիածնում ներկա գտնվել եւ տեսնել այս փոքրիկ հրաշք բերդաքաղաքը եւ տեսնել այս բերդաքաղաքում իրականացված եւ իրականացվելիք ուրեմն աշխատանքները, որոնք խոսքերով կամ այս տեսակ ելույթների ընթացքում դժվար է ամբողջությամբ նկարագրել։ Ազգային գաղափարների ու լավ պետության մասին միայն խոսելը բավական չէ, ինչ-որ բան փոխելու համար գործել է պետք։ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի ելույթը հենց գործով ու միասնությամբ հայրենիքին նպաստելու իմաստն է պարունակում։ Շատերս ուզում ենք, որ հայոց երկիրը իր իրական սահմանները վերագտնի, բայց տարածքային սահմաններից զատ մենք պետք է վերագտնենք մեր մտքի ճիշտ սահմանները, որովհետև նախ հաղթանակ է տանել պետք մտքի մեջ, ուղեղում, սրտի մեջ ու դրանից կբխի արդեն տարածքային սահմանները։ Երազելու ժամանակը սպառված է ցանկացած հայի համար։ Երազելը արդեն գործին չի օգնում, կամ երազելու զուգահեռ գործողություններ են պետք։ Մեր սերը ձեզ խորագրով միջոցառումը երկու մասից է բաղկացած եղել։ Նախ ներկաները հնարավորություն ունեցան կտավների միջոցով զգալ հայրենիքի շունչը։ Մաչանենց միջազգային արվեստի սիմպոզիումի հավաքածուից այս անգամ ցուցադրվեցին Ալիկ Ասատրյանի, Օլգա Ադամյանի, Ընծա Գևորգ Բաբախանյանի եւ շատ ուրիշ հայտնի արվեստագետների կտավներ։ Այսօր մեզ բացառիկ եզակի հնարավորություն ընձեռվեց ներկա լինելու Մաչանենց տան թանգարանի գեղեցիկ նմուշներին, ձեռագրերին, մեր արվեստի գործերին, նայեցինք, զմայլվեցինք, հմայվեցինք, իմիջայլուց ասեմ առաջին հայացքից եւ առաջին տպավորությունից շատ պարզ ինչ-որ միջոցառում է թվում, լավ Հայաստանից եկանք ներկայացրեցինք եւ այլն, բայց իրականում Սփյուռքի հայկական համայնքները, գաղութ չասեմ, ավելի համայնք ասեմ, ժամանակակից տարբերակով սրա կարոտն ունեն։ Սա մեր հոգեվոր մշակույթն է, քանի որ հայ ժողովուրդը անկախ իր դավանական էպատներից, դարաշրջաներից, հեթանոսական, նախահեթանոսական, հետո բնականաբար արդեն քրիստոնեական, միշտ ուղղորդվել ենք, դաստիարակվել ենք մեր ազգային հոգևոր արժեքներով, հոգևոր մշակույթով։ Օրվա ամենահաճելի պահերից էր Արփինե Բաբախանյանի բարեգործական համերգը Ավետիս պարախմբի մասնակցությամբ։ Աթենքում ապրող մեր սիրելի հայրենակիցներից շատ ջերմ ընդունելության արժանացանք, որի համար շատ շնորհակալ ենք։ Մեր միջոցառումների շարքի խորագիրն էլ կոչվում էր «Մեր սերը ձեզ», տվեցինք շատ սեր եւ ստացանք կրկնակին, եռակին։ Շատ հաճելի էր տեսնել փայլուն աչքեր, երբ երգում էի հայկական երգեր ու մարդիկ սիրով երգում էին, կրկնում էին այդ երգերը։ Շատ ջերմ հայաստանյան միջավայր էր ստեղծվել։ Կարևորում եմ նման միջոցառումները, քանի որ
այս դժվար շրջանում մեր երկրի համար շատ կարևոր է Հայաստանի եւ Սփյուռքի ամուր կապը, որին էլ մեր կազմակերպությունը ձգտում է, անում է քայլեր, որոնք ուղղված են այս կապի ամրապնդմանը։ Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումի շրջագայությունները շարունակվում են, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին խնդրում ենք ուշադիր լինել, գուցե հաջորդը հենց ձեր քաղաքն է։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։